Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Ողջույն Լյուսիա։ Ողջույն Վահան ջան։ Ձեզ կրկին այցելել են Դավիթը եւ Վահանը, այս անգամ արդեն չէին սպասում հաղորդման շրջանակները։ Շատ ուրախ եմ ձեզ ինչպես միշտ ընդունել մեր տանը։ Շատ շնորհակալություն, ես սրտան շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Դավիթը նույնպես միանում է շնորհավորանքներին։ Այսօրով այդ ծաղիկները всё-таки Երբ իմացան, որ ձեր տուն են գալու, նրանք ի սրտե նվիրեցին մեզ այդ ամենը։ Спасибо, շատ շնորհակալ եմ, շատ սիրուն եմ։ Լյուսիա, մենք ձեր շքամուտքում ենք այս պահին գտնվում, եթե կարելի է այդպես ասել։ Շատ հետաքրքիր շքամուտք է եւ շատ հետաքրքիր բակ։ Նյու Յորքա։ Տենց են ասում։ Գրեթե չպահպանված է այսպիսի շքամուտքերը արդեն Երևանում։ Որքան ժամանակ է, որ այստեղ եք ապրում։ 6 տարի, արդեն 5.5 տարի։ Այս Երևանյան շատ հին բակերից է, կենտրոնում է գտնվում եւ կենտրոնում այդպիսի տներ քիչ են, բայց կան, որի աստիճանը наружнее, ոնց ասեմ հայերեն։ Բացօթյա։ Բացօթյա աստիճաններ են, այո։ Անվտանգ է ըստ ձեզ։ Այո, որովհետեւ հավատա անվտանգ է։ Որովհետեւ մենք գտնվում ենք ինչ որ մի նախարարության հարևանությամբ։ Գնանք ներս։ Բայց չասենք որ։ Ոչ, չենք ասում, բնականաբար չենք ասում։ Իդեպս ծաղիկների խնամքով դուք եք զբաղվում, որովհետեւ ձեր հարկում են գտնվում։ Որովհետեւ մայրիկս ստեղ չէ։ Երևի կհիշեք վերջի անգամ, որ եկել եք մեզ մոտ, ինքը Հնդկաստանի շատ մեծ սիրահար է եւ ձմեռը գնում է այնտեղ։ Հիմա էլ է այնտեղ, շուտով կգա։ Ամբողջ ձմեռվա ընթացքում մայրիկը գտնվում է այնտեղ։ Մինիմում 2 ամիս այնտեղ է։ Դե բայց ամեն դեպքում արդեն գարուն է, կարծում եմ կարելի է մտածել մայրիկին վերադարձնելու մասին։ Չէ, ամսի 16-ին է գալու։ Շատ բարի։ Դե գնանք ներս։ Սկսենք բացահայտել եւս մեկ անգամ ձեզ եւ արդեն առաջին անգամ ձեր բնակարանը։ Ասացիք 5.5-6 տարի է, որ բնակվում եք այստեղ։ Այո։ Իսկ մինչ այդ որտեղ եք բնակվել։ Մինչ այդ Բանգլադեշում, լոջիկների շենք։ Այո, Երևանի Բանգլադեշի։ Այո, Երևանի Բանգլադեշում, մինչև Բանգլադեշը Ռուսաստանում, Սևերոբայկալսկ քաղաքում, Բուրյատիայում, Բայկալի ափին, Անմիջապես Բայկալի ափին։ Տունը դուպլեքս է, թե ոչ այնքան։ Կարելի է այսպես ասել, կարակ հանգիստ ցույց տակ, որովհետև դրա թույլտվությունը ես քաղաքապետարանից ստացել եմ, չեք հավատա։ Բայց ես տանիքի հաշվին եմ ցույց տալ, հենց տեղ, որովհետև մեր տանը ամենակարևոր բանը, ինչ որ կա, ինձ թվում է հենց այս սենյակում է։ Այս կողմից կարամ ցույց տամ։ Սա արև է, իսպանական սալիկ է, ինչքան հիշում եմ, ֆլամաստերով գործ է, ֆլամաստերը չգիտեմ հայերեն ոնց է, մայրիկս է բերել շատ տարիներ առաջ, նույնիսկ Բանգլադեշում էր այդ արևը, երբ որ տեղափոխվեցինք ստեղ, նենց դրեցինք, որ միշտ մարդիկ մտնեն, միանգամից արև տեսնեն, մենք շատ ենք սիրում այսպիսի բաներ, դուք երևի կտեսնեք, տարբեր տեղերից, այս Պորտուգալիայից, այս Իսպանիայից, ես էլ ունեմ իմ անձնականը, դեռ չենք տեղադրել, մամաս ասում է միշտ, որ գնա բնակարանար ու կախի բնակարանում։ Նկարը, խոսենք նկարի մասին, կարծում եմ, որ սա երեխայի ձեռքի աշխատանք է։ Այո, գրված է, սա նկարել է իմ քրոջ, մեծ քրոջ աղջիկը Էլենը, նույնիսկ գրել է Էլեն 9 լետ Արարատ։
9 տարեկանում է, հիմա 11 է, եթե չեմ սխալվում, բայց շատ ենք սիրում այդ նկարը, միշտ կախած է, այստեղ պլաստիլինով էլ է մի քիչ արել, սիրուն է, չէ՞։ Այո, շատ ու կոլաժ է ստացվել հետաքրքիր, ոչ միայն նկար, այլ նաև Современное կոլաժ։ искусство։ Մեր տնից ճիշտ որ ասեմ, Արարատը մի քիչ երևում է, բայց սենց էլ է սիրուն։ Լյուսիա, ինչպես հասկացա, տանիքի հաշվին է, չէ՞, երկրորդ հարկ ավելացել։ Այո, այսինքն սա վերջի հարկն է, ու այդ թույլտվությունը ստանալու համար 6 ամիս պետք էր։ Ճիշտ է, ինձ բոլորը ասում են, որ չեմ ստանա, որտեվ այդ ժամանակ, երբ որ 2020-ին շատ դժվար տարի էր, հիշում եք, ոչ մեկին ոչ մի թույլտվություն չեն տվել, բայց տենց այդպես ստացվեց, մենք ապացուցեցինք, որ սա օրինական է, անվտանգ է եւ այլն, եւ սարքեցինք իմ սենյակը, բայց միջև իմ սենյակը հասնելը ինձ թվում է ծաղիկները դնեմ, հա, որ չթողնեմ։ Լավ, դրեք ծաղիկները ջրի մեջ, կարճ ժամանակ անց վերադառնանք։ Ահա, էս սիրուն է։ Տեղավորեցինք ծաղիկները ծաղկամանի մեջ։ Շատ գեղեցիկ է, Լյուսիա, նախանձում եմ ձեզ նույնիսկ, որ դուք այսպիսի գեղեցիկ ծաղիկներ Եվս մեկ ունեք։ անգամ շնորհակալ եմ, Սիրով։ շատ սիրուն եմ։ Խոսենք հիմա ձեր մասին։ Այո։ Տան մասին դեռևս կհասցնենք խոսել։ Ինչով եք այս փուլում զբաղվում։ Ոյ, համ հաղորդավարությամբ, համ դասավանդում եմ։ Այո, դարել եմ, այսպես ասած, դասախոս, դասավանդում են հրետորական Արվեստ։ Այո, արվեստը եւ ինչպես կարելի է խոսալ մարդկանց հետ, ինչպես կարելի է խոսել շատ մարդկանց հետ։ Հանրության առաջ ինչպես ելույթ ունենալ։ Այո, բայց դասավանդում եմ ռուսերեն, այդ պատճառով հիմա մի քիչ դժվարանում եմ, էլի։ Ասեմ ձեզ ինչով եմ զբաղվում, որովհետև գիտեք, ռուսերեն ավելի լավ եմ խոսում ցավոք, քան թե հայերեն։ Ոչինչ, կարծում եմ ժամանակի ընթացքում դա կուղղվի։ Հաղորդավարությամբ որտեղ եք զբաղվում։ Ամենտեղ ես վարում եմ տարբեր շատ տոնական միջոցառումներ, ծնունդ, հարսանիք, կնունք, նշանդրեք եւ այլն։ Եվ տարբեր պրոտոկոլնի միջոցառումներ։ Պրոտոկոլնի հայերեն երևի տարբերակ կա։ Պրոտոկոլի։ Այո, կա, ես ընթացքում կհիշեմ եւ կասեմ այդ ամենի մասին։ Ասացիք նաեւ, որ ապրել եք Բայկալի ափին։ Այո։ Միշտ այդտեղ եք ապրել մինչև տեղափոխվելը, թե գնացել եկել եք։ Չէ, շատ քիչ ենք եկել, մի 2-3 անգամ Հայաստան ենք եղել, բայց Երևան շատ քիչ։ Տատիկն ու պապիկը ապրում էին Այրումում։ Մենք համընդեղ ենք գնում, քերս ապրում էր Երևանում, արդեն շատ քիչ գիտենք Հայաստանի մասին, բայց մինչև մոտ 13 տարեկան ես ընդհանրապես չէի խոսում ցավոք հայերեն 16-17-ում մի քիչ սկսեցի, երբ որ եկանք արդեն ստեղ վերջացնելու դպրոցը, բայց ընկանք ռուսական դպրոց։ Եվ այնտեղ, բայց տվեցինք հայկական, մենք քննություն ունենք։ Ես շատ լավ հիշում եմ, որ քննության ժամանակ պետքա շարադրություն, ոչ թե դիկտանտ, Ոչ թե թելադրություն։ ոչ թե թելադրություն, այլ շարադրություն գրեք։ Մեր համար դա ահավոր դժվար, մեր ինչ եմ ասում մեր, որովհետև ես ունեմ զույգ քույրիկ։ Զույգ։ Այո։ Դրա համար եւ մենք երկուսով իհարկե չգիտենք հայերեն ոչ մի բան։ Մենակ մի քիչ կարում ենք գրել, բայց սովորեցինք անգիր շտեմարանից բոլոր այն թեմաները, որ վերաբերվում էր քրիստոնեությանը, որտեղ հատուկ ինչ որ տարի էր եւ մենք հստակ գիտենք, որ սկզբից կթելադրեն այտենց տեքստ, որ կլինի էլի քրիստոնեության մասին։ Եվ անգիրեն կարեն այտենց քննություն ենք տվել։ Արարողակարգ, իդեպ, պրոտոկոլը հայերեն արարողակարգ։ Արարողակարգական, Արարողակարգային։ արարողակարգային միջոցառումներ։ Հասկացա։ Բավականին դժվար է, բայց հարուստ լեզու է հայերենը։ Այո, ուշად սիրուն։ Ապրում եք Բանգլադեշում։ Այո։ Հիմա ապրում եք կենտրոնում։ Քանի մետր քառակուսի է այս բնակարանը, այս վիճակում եք ձեռք բերել բնականաբար առանց տանիքի մասը Սերոյական ավելացնելու։ վիճակում էր, շատ հին բնակարան էր, շատ հին, ինքը պատկանում էր մի մարդուն, որը ստեղ չէր ապրում, Ամերիկայում էր եւ տենց մի օր որոշեց ծախելու 2020-ին, նույնիսկ 2019-ին մենք որոշեցինք, որ պետք է տեղափոխվենք կենտրոն, որովհետեւ ինձ շատ դժվար էր, համ գործի առումով անընդհատ Բանգլադեշ,
սա բոլոր գործերս կամ կենտրոնում էր կամ մոտակա Հարակից տարածքներում։ Այո, եւ որոշեցինք, որ տեղափոխվենք, այնտեղ շատ մեծ էր։ Մեր բնակարանը 5 սենյականոց էր, 106 թե 108 քառակուսի էր։ Ստեղ ավելի փոքր 80 Երկու հարկը միասին։ Այո։ Երկու հարկը միասին։ Ովքեր են ապրում այս տանը։ Ես ու մամաս։ Իսկ ձեր զույգ քույրը։ Իմ բոլոր քույրերը, ես եւս երկու քույր ունեմ, բացի զույգ քույրից, բոլոր քույրերը ամուսնացած են, ունեն երեխաներ, ընտանիք, իրանք շատ հաճախ գալիս են մեզ մոտ, կամ մենք միտեղ հավաքվում ենք։ Ստեղ այս բնակարանում ապրում եմ ես եւ մայրիկս։ Լուսիա, ես տեսնում եմ, որ շատ բուսաշատ է ձեր տունը։ Այո, մամայի սերն է։ Մամաս, հիմա մի քիչ ցուրտ է, ծաղիկները դրսի չտեսակ, բայց հենց մի քիչ տաքանա մամաս վերադառնա, անպայման բալկոնչիկներում համինքը ծաղիկներ ա դնում, աճացնում։ Այս բոլորը ինքն է աճացրել, այս նույնիսկ բերել է Իսպանիայից, ինչքան հիշում եմ, Պալմա դե Մայորկայից փոքր տենց կտրել է, բերել է, աճացրել է եւ բոլորին հիմա նվիրում է։ Մի քանի հատ կան։ Ես տեսնում եմ, որ բավականին շատ են փողի ծառերը, այդպես են ասում։ Դա փողի մասին չի խոսում, զուտ ինքը սիրում է, չգիտեմ։ Մեզ մոտ կար ու քանի որ ես հասկանում եմ հայերը միջալոց սիրում եմ դոլարով է դա Ես գիտեմ որ ասում են փողի ծառ թե իրական անվանումը ինչպես է ցավոք չգիտեմ շատ լուրջ դրան չենք վերաբերվում որովհետև մեկնում լինում է որ չի աճում կամ ինչ պետք է լինի ոչինչ բայց մամայի մոտ ամեն ինչ աճում է ամեն ինչ իրան որ ինքը երազում է սեփական տան մասին մենք Ռուսաստանում սեփական տան մեջ ենք ապրել Եվ ընդեղ լիքը ծաղիկներ ուներ, ստեղ քանի որ բնակարանը էլի փորձում է, որ, չգիտեմ, ծառ, ծաղիկ, ամենտեղ մի բան լինի։ Ձերք բերեցիք բնակարանը զրոյական վիճակում էր, սկսեց վերանորոգման աշխատանքները։ Շատ դժվար վերանորոգման աշխատանք, որովհետև իրենք սկսվեցին 2020-ի սկզբերին։ Իսկ դուք հիշում եք, որ COVID սկսվեց եւ լոկդաուն ոչ մի բան չէր կարելի անել, նույնիսկ վերանորոգում։ Մենք 2 ամիս սպասեցինք, նոր սկսեցինք, մի 3 ամիս, ինչքան հիշում եմ, տևեց, ու ոչ գումար կար այդ ժամանակ, ոչ մի բան, ոչ գործ, ընդհանրապես շատ դժվար, հետո բոլորս հիշում ենք 2020-ի գարունը, էլի մի քիչ շարունակում ենք վերանորոգումը, ինչքանով որ կարողանում ենք։ Դրա համար օրինակ մեր տանը որ նայեք, ոչ մի յուրահատուկ կամ շատ հարուստ բաներ չկան։ Սովորական մինիմալիզմի մեջ ինչի հնարավորությունները այդ ժամանակ ունենք։ Շատ ограниченные, как сказать, սահմանափակ հնարավորություններ ունենք այդ ժամանակ, բայց վերջացրեցինք վերանորոգումը ու սենց տեսնում։ Դիզայնի հեղինակը դուք եք։ Դիզայն ես դա չէի անվանի, որովհետև ստեղ դիզայն չկա։ Դիզայներ չի աշխատել։ Ես ու մամաս ուղղակի որոշում ենք աստիճանը լինի սենց, ստեղ պետք է լինի խալի, մամաս դեմերի միջայլոց, որովհետև ինքը բոլոր խալիներին ասում է պիլիսբորնիկ։ Եվ ցանկացած, այո, հիմա որ տեսնեք մամայի սենյակը ու իմ սենյակը, տարբերությունը կտեսնեք։ Իմ մամայի սենյակի մեջ ոչ մի ավելորդ բան չկա, իմ սենյակում կա։ Դասավանդելու մասին եմ ուզում խոսենք։ Այ։ Ինչ եք դասավանդել, ոնց որ ինքն իրեն։ Չէ, կամ դինամիկը։ Ահա, բարձրախոսներ։ Ինչ եք դասավանդում, ինչ ասել է հռետորական արվեստ։ Ոնց ասեմ, դասերով ասեմ։ Այո։ Նայեք, իրականում մեր դասերը մենք ոչ թե անում ենք հաղորդավարների համար, բոլոր մարդկանց համար, ով որ օրինակ կոմունիկացիաների մեջ դժվարանում է մարդկանց հետ խոսել, մի քիչ փակ մարդ է, կամ աշխատում է եւ պետք է ինչ-որ միտեղ ելույթ ունենա, սակայն իր համար դա դժվար տրվող է։ Ես սովորացնում եմ ինչպես պետք է մարդը բացվի, ոնց կարա բացվի, ոնց կարա չվախենա կամ վախենալով դուրս գա, որովհետև դու էլ գիտես, որ չկա մարդ, որը չի վախենում բեմից կամ ելույթներից կամ չի հուզվում, բոլորն են հուզվում։ Ուղղակի ես օրինակ ու դու մենք սովորել ենք
այդ հուզմունքը ուրիշ տեղ կառավարել այդ հուզմունքը եւ ելույթ գալ այդ հուզմունքով։ Իսկ դուք ում մոտ եք սովորել Լյուսիա այդ ամենը։ Իմը շատ երկար ճանապարհ է եղել։ Ես սկզբից որ գնացի ռադիո, այնտեղ տարբեր մարդիկ ինձ խորհուրդներ էին տալիս եւ ես ինքնուրույն ինձ շատ էին ասում, որ ինքնուրույն պետքա բաներ հետաքրքրվես, նայես, լսես, ես մանկուց երազել եմ, որ պետքա լինեմ հենց ռադիո հաղորդավար ու շատ էի լսում ռադիո, մանավանդ Ռուսաստանում։ Նույնիսկ երբ որ եկա ստեղ, ես լսում էի ռուսական ռադիոները շատ, որտեղ այնտեղ հաղորդավարները դուրս գալ, համ հասկանում էի, ճիշտն ասած իրենց, համ որակը շատ էր դուրս գալիս։ Ու իրենց օրինակով, գրքեր կարդալով, ուրիշների խորհուրդները լսելով, այսպես սովորեցի։ Ես ցավոք կարամ ասեմ, որ ես ոչ մի կուրսերին չեմ դիմել, բայց ես ինձ կյանքն է սովորացրել։ Չնայած ես մանկուց եղել եմ շատ բաց, շատ բեմին սովոր, եթե ինչ-որ բաներ պետք անել, պարել, երգեր, ոտանավոր ասել, ես առաջին էի, ու տենց հետո ընկա ռադիո, հետո ընկա բեմ, եւ այսպես առանց սովորելու հիմա սովորեցնում եմ, բայց արդեն լուրջ, համ իմ жизненный опыт, կյանքի փորձը, համ իմ կյանքի փորձից ելնելով, համ իհարկե գործի փորձից ելնելով։ Լյուսիա, կասեք նկարը, որը փակցված է պատին, ինչ պատմություն դուք եք արել։ Ես եմ արել սա ու սա։ Այսինքն տունը ամբողջությամբ զարդարված է ձեր ընտանիքի անդամների տարատեսակ։ Նվերները այնքան շատ են մեր տանը, ես անպայման ձեզ ցույց կտամ, բայց սա նվեր չէ, սա իմ ու մամայի միտքն է, մաման է ցույց տվել ինչ որ YouTube-ով բաներ նայել։ Այո։ Իրա դուր եկել է, ես ասացի ես կանեմ դա։ Իրականում միտքը եղել է բնական ծաղիկից դա անելը, բայց սա դժվար է, որովհետև չորանում է եւ գիտեք։ Հետո որոշեցի սենց անել ռամկեք պատվիրեցի սա եւ այս պալմովая ветвь։ Արմավենու տերևը, ճյուղը, արմավենու ճյուղը։ Ահա։ Արմավենու ճյուղը։ Սա էլ եմ ես արել։ Ոսկե մատներ խմբակի կարկառուն ներկայացուցիչն եք։ Այդքան չէ, ինչքան օրինակ իմ զույգ քույրս, ինքը անում է ամեն ինչ, ու իմ բոլոր քույրիկները իրանք շատ նախաձեռնողական են, համ շատ համով պատրաստվում են, շատ համով ուտելիքներ, համ սենց բաներ են սարքում, ամեն ինչ հասցնում են, աշխատել, գործ անել, տան գործ անել, բայց ես ցավոք ոչ։ Իդեպ ձեր զույգ քույրը նման է ձեզ։ Շատ նման է, բայց այսպես ստացվեց, որ մենք լրիվ տարբեր ասպարեզներում ենք աշխատում։ Ինքը զինվորական է, ես զինվորական նույնիսկ։ Զինվորական։ Հայաստանում։ Այո։ Շատ հետաքրքիր է։ Հաջորդ սենյակը, որը տեսնում ենք, ում է պատկանում։ Մայրիկի սենյակն է, կարծում եմ, առանց նրա ներկայության թույլտվություն ունենք, չէ՞, նկարահանում իրականացնելու։ Թույլ է տվել, դստեղ ինչպես ասեցի, լիշնի։ Անձնական։ Չէ, լիշնի։ Օտար։ Լիշնի բան չկա, ավելորդ բան չկա, ստեղ մենակ կարամ ցույց տամ մամայիս կովրիկը։ Ես հենց դրա մասին էի ուզում խոսել, որովհետև այստեղ էլ տեսնում եմ, որ կան մարզասարքեր եւ հենց դրա մասին էի ուզում խոսել, փաստորեն մայրիկը զբաղվում է։ Այո, ամեն օր, նույնիսկ օրալինում օրը 2 անգամ։ Կովրիկը սենց փռում է սիրուն, մյուզիկը դնում է, արևը իր համար ինքը պարապում է, մեջքի Ամանավանդ մեջք վիս, հա։ Ինքը 72 տարեկան է, բայց այո, ամեն օր պարապում է, քայլում է, սպորտով զբաղվում է, մեզ էլ է վարակվել դրանով, բայց ես երևի իրանից ավելի քիչ եմ պարապում։ Ես գնում եմ բոդի բալետի, շատ քիչ ջիմ, սիրում եմ լող ու եթե ժամանակ չունեմ դուրսը պարապել, նոր վերցնում եմ մամայի կովրիկները ու այդ սարքերը, որ տանը ինչ-որ մի բան անեմ։ Ես անդադար մտքով դեռևս այդ ինֆորմացիայի հետ եմ, որ ասացիք մայրիկը 2 ամիս շարունակ գտնվելու է Հնդկաստանում։ Ահա։ Լեզվին կարծում եմ, որ չի տիրապետում։ Իհարկե, ոչ անգլերեն նույնիսկ։ Ինքը սկզբից գնում է կլինիկա, որտեղ արդեն իրեն գիտեն, որովհետև ինքը ամեն տարի գնում է Հնդկաստան, եւ այնտեղ համ այնտեղ մի քիչ հասկանում են ռուսերեն, համ ընկերներ, ընկերուհիներ շատ մարդ արդեն գիտի,
իր համար դժվար չի։ Հետո ինքը գնում է ուրիշ մի հատ քաղաք, Գոկարնա, որտեղ ինքը շատ ընկերներ ունի, նույնիսկ հայերին է գտել այնտեղ։ Նույնիսկ։ Այո, մի հայկական ընտանիք, որը պարզվել է այդ ընտանիքի պապան մամայի հետ նույն դասարանում են։ Լրիվ հնդկական կինո։ Հնդկական սերիալ ու մենք շատ ենք քնդացել, որովհետև դե պատկերացնում ենք ինքը այդ տարիներին սովորել էր շկոլա Տոլստովա, Տոլստոյի դպրոցը։ Ու մի տարի են սովորել միասին։ Ու արդեն որ սկսել են շփվել արդեն այդ ընտանիքի հետ, հետո նոր պարզվում է, որ իրանք նույն դասարանից են։ Ну Լուսիա, մայրիկի սենյակից բացվում է գեղեցիկ պատշգամբ, բայց քանի որ նշեցինք, որ կա պետական հաստատություն, որը երևի թե չեն կարողանա նկարել, ցավոք սրտի չեն կարողանա դուրս գալ բայց լավ պատշգամբ։ տեսարանը մենք շատ ենք Դուք բավականին բանուկ փողոցի վրա եք բնակվում, այս աղմուկը ձեզ չի խանգարում։ Մամաս ասում է ոչ, իմ սենյակից ընդհանրապես չի լսվում։ Դե քանի որ առաջի գիծա, այո, առավոտը եւ ժամը 6-ից հետո մենք խցանումները լսում ենք։ Բայց որ ազնիվ լինեմ, մենք նստում ենք պատշգամբում, սուրճ ենք դնում, ասենց հանգստանում ենք, նայում ենք ուրիշները ոնց են վազվզում։ Շատ չեմ կարողանում պատկերացնել ընդհանրապես այս ամենի մեջ։ Կանչեմ ձեզ արդեն առանց կամերաներին կտեսնեք տեսախցիկներին, այո։ Դուք լինելով մասնագիտությամբ հաղորդավար եւ շփվելով շատ լայն մասայի հետ, կարծում եմ, որ պետք է չսիրեք շատ մարդաշատ վայրեր, ճիշտ է։ Եվ աղմուկ ամենակարևորը։ Այո, ոչ թե չեմ սիրում, այլ մի քիչ խուսափում եմ, բայց մեկա լինում եմ, որովհետեւ ես օրինակ ինձ որ կանչում են ինչ որ հարսանիք, ես գնում եմ այնտեղ ոնց որ սովորական իմ համար աշխատանքային օր, նույնիսկ եթե հյուր եմ, բայց ես դրա համար կա իմ սենյակ, որտեղ ոչ մի աղմուկ չկա, ոչ մի բան չկա, կամ այն կողմը մեր բնակարանի, այնտեղ էլ ենք նստում, ու տենց հանգստանում եմ։ Լուսիա, մեր հաղորդումը եթեր է գնալու կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին, իսկ այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր բացահայտումները։ Համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին։ Ինչպես նաև նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ։ Սիրով նվիրում ենք եւ ես վստահ եմ, որ այս ամենը ձեզ կստիպի ել ավելի լավ պատրաստել։ Շատ շնորհակալ եմ։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շատ շնորհակալություն, մենք իմիջիայլոց օգտվում ենք։ Հրաշալի ընտրություն եք կատարում։ Հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շատ շնորհակալ եմ։ Մենք նույնպես շնորհակալ ենք հյուրասիրության համար, դուք որոշել եք մեզ համար սուրճ պատրաստել, բայց այդ ամենը փչացրեց ձեր զգեստը։ Իմ տեսքը, այո, ինչպես միշտ կեղտոտվեցի եւ որոշեցի փոխվել։ Ամեն բան նորմալ է, ամեն բան կարգին է, կարևորը տրամադրությունն է, Լուսիա։ Շատ լավ տրամադրություն ունեմ այսօր ու շատ լավ եղանակ է։ Դե տոն է ամեն դեպքում։ Այո։ Լուսիա, մենք ձեր խոհարարական հմտությունների մասին բավականին շատ տեղեկություն ունենք։ Նու կարելի ասել ավելի ճիշտ մայրիկիս։
Ձերի մասին հատկապես։ Ուզում եմ հասկանալ, փոխվել է ձեր կարողությունը, թե ոչ։ Ցավոք ոչ։ Ցավոք ոչ մի բան չի փոխվել։ Միակ բանը, որը փոխվել է, այս խոհանոցում մոտ 2 ամիս արդեն ոչ մի բան չի սարքվում, որովհետև մայրիկս տեղ չի կամ պատվիրում եմ, կամ դրսում եմ ուտում, եթե նույնիսկ սարքում եմ մի բան, շատ պարզ հասարակ բաներ եմ սարքում, որ շատ ժամանակ չծախսեմ դրա վրա։ Սնվում եք արագ սննդով։ Չէ, ոչ միշտ։ Ինձ համել կերակրում եմ իմ քույրիկներս։ Բոլորը զանգում են, ասում են՝ «Սոված ես, հաց կերել ես, ինչ ես կերել, եթե չես կերել, մի բան բերում են»։ Դրսում սնվելը մի փոքր պետք է ազդի կազմվածքի վրա։ Դուք հետևում եք վստահաբար ձեր կազմվածքին։ Ինչպես է դա ստացվում ձեզ մոտ, թե դուք այն տեսակին եք պատկանում, ովքեր ուտում են, բայց չեն գիրանում։ Ցավոք ոչ, ես եթե շատ եմ ուտում, չաղանում եմ, բայց սովորել եմ արդեն իմջալը ծերի մայրիկս է սովորացրել, ինքան ուտել, որ համով լինի, նույնիսկ քաղցր եմ ուտում, ամեն ինչ ուտում եմ, բայց փորձում եմ քիչ, շատ չուտեմ։ Բայց կան նաև արարածներ, որոնց դուք կերակրում եք։ Այո, աղունիկներ։ Էսա ցույց տամ, երևի կփորձեմ, իրենք որ կերակրում ենք, այդտեղ ուրիշի տանիք է, իմիջայլոց կարանք, չէ՞ ցույց տանք։ Այո, այո։ Ոյ, հիմա արևը սենց է, բայց պետք է բացեմ։ Հենց կերակրեմ, իրենք տենց մի քանի րոպեից գալիս են։ Այնտեղ ենք թողում։ Շատ հետաքրքիր են կերակրվում ձեր Այո, չէ, աղավինները։ մի բան, որ օրինակ որ հինա կամ փչանումա, ոչ թե հինա, մենք չենք գցում, թողում ենք, այնտեղ հաց կա։ Չորացնում ենք, որ աղունիկներին տանք։ Բայց տեսարան չունեք խոհանոցից բացվող։ Այո, այդտեղից մի քիչ արարատ է երևում է։ Հիմա չի երևում։ Հիմա չի երևում։ Զատո աղունիկներ ունենք։ Սա ձեզ չի խանգարում, չի անհանգստացնում։ Չէ։ Հարմարվել եք արդեն այս ամենին։ Չէ, ամենակարևոր բանը արև ունենք, շատ արևող կողմը, հեսա ցույց տամ ոնց ենք անում։ Սենց բացում ենք։ Հենց այս պահին master class, վարպետաց դաս մեր Այո, եթերում։ պրոստ առավոտը չէին երևում ինջալոց, չէին երևում է։ Տեսել են։ Մի գուցե ձեզանից մի քիչ կվախենան, չգիտեմ կմոտենան թե ոչ։ Սա ձեր առօրյայի մշտական։ Այո, ամեն օր կերակրում ենք։ Ամեն օր։ Դրա համար իրանք արդեն, տեսել են։ Հեսա գալիս են։ Ամեն օր գալիս են, արդեն գիտեն։ Մամաս որ զարթնում է ինքն առաջինը կերակրում, հետո ես եմ զարթնում, մի քիչ ես եմ կերակրում, տենց գալիս են։ Չնայած մամայի ծաղիկները փչացնում են։ Հա։ Այո։ Немножко неблагодарные աղունիկի։ Ոչ այդքան նիբլագադարնին փոխենք Անշնորհակալ են աղունիկները։ Մի փոքր անշնորհակալ են, բայց ոչինչ, մենք դիմանում ենք։ Լյուսիա, ձեր թույլտվությամբ խոսենք նաև ձեր անձնականի մասին, եթե կարելի է իհարկե։ Իհարկե կարելի է։ Ինչ փուլում է այն գտնվում։ Ոնց կարելի է ասել, անորոշ փուլ։ Անորոշ փուլ։ Անորոշ փուլ, ոչ թե ես համարյա կարելի ասել հիմա տվյալ պահին չունեմ անձնական կյանք, այդպես է ստացվել։ Բայց մեր հաղորդումները նպաստել են բազմաթիվ ընտանիքների ձևավորման, այնպես որ կարծում եմ սա լավ առիթ է։ Մեզ հետևող հարգելի մարդիկ, Լյուսիա Լյուբիմովայի սիրտը ազատ է, այնպես որ կարող եք անցնել հստակ քայլերի, լավ է այսպես։ Բայց այդ դեպքում խնդրում եմ պատրաստ եղեք, որ Լյուսիա Լյուբիմովան մի քիչ է, շատ քիչ է ճաշեր սարքում համով բաներ, շատ աշխատում է, բայց շատ լավ մարդ է ամեն դեպքում։ Այո։ Իսկ դա ամենակարևորն է, չէ՞ որ մարդը ընտրելուց կեսին, ընտրում է կյանքի կեսին։ Ես տենց եմ մտածում։ Եվ դրա մասին պետք է մտածել ոչ թե համով է սարքում, թե ոչ, չնայած լավ կլներ սովորեի մի քիչ, ոնե սարքեի։ Դե կարծում եմ սկզբնական փուլում մայրիկը ձեզ կօգնի հաստատ։ Հələ չեն գալի։ Ստուման ձեզանից են վախենում։ Ամեն ինչ մնաց մեր պարանոցին, հասկացա։ Լյուսիա, դուք նաև շատ հաճախ եւ շատ ճամփորդում եք, ինչի պարզ վկայումն է սառնարանի վրա փակցված մագնիսը։ Մագնիսները ավելի ճիշտ։ Այո, մեկա մագնիսները, ես գիտեմ, որ արդեն հին բան է, բայց ես մեկա հավաքում եմ, մինչև ցավոք ստեղ բոլորը չեն։ Բայց ամենաշատը, որ ինձ հետաքրքրում է, ով է ցանկացել, որ ձեր տակը միշտ փափուկ լինի։ Էսա կհիշեմ անունը։ Սա եղել է ստարտափ։ Ընկերներս իրենք ամուսիններ էին եւ այսպես մի բան են մտածել, որ sense բարձիկներ սարքեն, վրան մի բան գրված։ Վայ, անունը մոռացել եմ, ֆուտբոլի կոմենտատորա, համ
Կարծում եմ ընթացքում կհիշեք։ Կներես ինձ Միքայել ոնց որ։ Ահա։ Ահունիկները կամած եկան։ Շատ քիչ են դեռ, հեսա կհավաքվեն ու իրար մեջ կսկսեն մի քիչ էլ կռվել։ Միջայլոց մամաս անունները տալի, ես չեմ տարբերում իրենց, բայց գիտեմ, որ անուններ ունեն։ Շատ լավ։ Խոսում ենք ձեր ճամփորդությունների մասին։ Այո։ Կիսատ մնաց խոսակցությունը, կխնդրեմ շարունակեք, դուք ասացիք, որ ամենակարևորը եւ ես ձեզ ընդհատեցի։ Ամենակարևորը չէ, ուզում եի երևի ցույց տալ ամենասիրած էս մագնիսները, բայց չկա։ Հիմա հասկացա, որ չէ։ Երևի էս Սիվիլիան է։ Ու Պորտուինը չեմ գտնում։ Պորտուգալ, էսա։ Ահա։ Բայց առանձին Պորտուինը չկա, ոնց որ։ Կա մի երկիր, որտեղ կցանկանայիք նույնիսկ տեղափոխվել եւ ապրել։ Տեղափոխվել ոչ, ես իսկապես Հայաստանը շատ եմ սիրում, ուզում եմ ապրեմ Հայաստանում, բայց շատ եմ սիրում Պորտուգալիան։ Ձեզ ամենաշատը Պորտուգալիան է տպավորել։ Պորտուգալիան շատ տեղեր եմ գնացել, Լիսաբոն, Սինտրա, Կաբո դե Ռոկա, Պորտո, նույնիսկ Ֆատիմա եմ գնացել, դրա մասին մի քիչ հետո կպատմեմ։ Դե կարծում եմ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի տեղափոխվենք երկրորդ հարկ, հասկանանք ինչ կա այնտեղ, տեսնում եմ, որ ճանապարհին մեզ սպասելու է բավականին հարուստ գրապահարան կամ գրադարան։ Ցավոք այդքան հարուստ չէ, որովհետև մեր շատ գրքերից մնաց մեր Բանգլադեշի տանը, ստեղ քիչ է, բայց հատկացրել ենք սենց մի հատված ունենք, որտեղ ունենք քիչ, բայց մեր սիրված գրքերից եւ նաեւ ոչ այդքան սիրված հիմա նայում եմ հենց այդ գիրքը, որը մի քուրս անևիրել չնայեց քույրիկս, բայց սկսել եմ կարդալ ու չեմ հասկացել, չեմ էլ ուզում, դուրս չեկավ այս գիրքը։ Որ գրքի մասին է խոսքը։ Այս միջալոց հենց կանանց համար է Լուիզա Հեյ, Всё, о чем мечтают женщины։ Այն ամենը ինչի մասին երազում են կանայք։ Աուտոտրեյնինգի մասին տեղյակ եք, որ անընդհատ պետք է քեզ համոզես, որ դու լավն ես, մի քիչ ես դրա կողմնակիցը չեմ։ Ինչ եք կարդում դուք, ինչն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Շատ տարբեր բաներ, նույնիսկ պրոֆեսիոնալ գրականություն, դա շատ կտեսնեք, там խարիզմա, շատ ունեմ, իմիջիալոց ամենա խելացի, ես կասեի, Պսիխոլոգիա народов и масс, թարգմանի խնդրում եմ։ Հոգեբանությունը ամբողջների եւ մասաների։ Այո։ Ժողովուրդների եւ Գուստավ մասաների։ Լեբոնն է գրել, սա կլասիկա է, որի վրա հիմնված է շատ պոլիտический ուժեր։ Քաղաքական ուժեր։ Քաղաքական ուժերի հենց իրանց պոլիտիկան է հիմնված, որովհետև շատ դժվար գիրք է, բայց շատ կարևոր, որպեսզի հասկանաս, թե ոնց են կառավարում, ինչով են կառավարում։ Բայց ցանկություն չունեք, չէ՞ լինելու Կառավարելու քաղաքականության ոչ, քաղաքականության մասին նույնիսկ տեսնում եք, ոնց ինչ սխալ եմ արտասանում, չեմ ուզում։ Ես գոհ եմ շատ իմ կյանքից եւ իմ գրքերից։ Ես կուզեի ձեզ այդտեղ շատ բան ցույց տալ, օրինակ իմ ամենասիրած գրքերից մեկը ուզում եք։ Սիրով իհարկե։ Էսա ու սա Նադար Դումբաձե իմ ամենասիրած գրողներից մեկն է, որը գրել է կարդացել ես Վահան։ Ոչ։ Վայ, Закон вечности, белые флаги։ Շատ ուժեղ ռոման է, չգիտեմ։ Սիրավեպեր։ Այդքան սիրավեպ չի, բայց շատ ուժեղ գործեր է։ Ռոմանտիկ պատմություն։ Այո։ Ինքը եղել է մեր սավրիմենիկը, այս վերջերս Վրաստանում իհարկե իրեն շատ սիրում են։ Ցավոք հայկական գրականությունից շատ քիչ բաներ ունենք, բայց ես օրինակ ունեմ այս գիրքը միջալոց շատ եմ սիրում։ Կոլե Ստեփանյան, Где Կոլե Ստեփանյան, Կոլյան հելա 44-օրյա պատերազմի մասնակից, Կոլյան այն մարդկանցից 5 տղաներից մեկն է եղել, ում գտել են ողջ պատերազմը ավարտել է 2 ամիս հետո են ոնց որ գտել։ Շատ ուժեղ գիրք է, շատ։ Ոչ թե խորհուրդ եմ տալիս, ինձ թվում է ամեն մի հայ պետք է այս գիրքը կարդա, որտեվ շատ լավ տղա է Կոլան։ Ես նույնիսկ այդ գիրքը կարդալուց իրեն գրել եմ, ինքը ճիշտ է, չի պատասխանել ինձ, բայց գրել եմ։ Շատ տպավորված եմ այդ գրքով։ Մամայիս այս վերջի առածներից նա Արցախի ու Հայաստանի լավ սիրուն ուժեղ տեղերի մասին, մամաս
ինչ որ YouTube-ում էլի նայել է, ասել այս գրքերը պարտադիր պետքա առնենք։ Լուսիա, կասեք նկարների պատմությունը, ովքեր են պատկերված այստեղ։ Ես ու զույգ քույրիկս իր զույգ երեխաների հետ։ Այս մի նկարի մեջ շատ հին նկար է, ու մեր ընտանիքը, մամաս, պապաս ու մենք քույրիկներ։ Այս Ռուսաստանում է նկարած այս ֆոտոն։ Իմ ամբողջ ընտանիքն է, հայրիկս, մայրիկս եւ քույրիկներս։ Եվ դուք։ Այո, եւ մենք։ Ինչ է պահպանվում այդ պահարանի մեջ։ Այո, այստեղ ու ինձ թվում է պարտադիր պետքա պատմեմ այս իկոնոստասի մասին, ռուսերեն իկոնոստաս, հայերեն սրբապահոց, եկեք այդպես ասենք, չգիտեմ իրականում այդ բառը։ Իկոնաները չեն, իկոնաները տարբեր տեղերից, տարբեր մարդկանց կողմից նվիրված եւ մեր առածները, սա օրինակ եղբայրս է նվիրել, սա քույրիկը, սա որ ապրում է Ջալոց Վրաստանում, Վրաստանից Ցայց Գվրիլ, սա ինձ նվիրել է Ավետ Բարսեղյանը, Ֆաթիմայից հենց, որի մասին պատմում էի։ Ողջույններ Ավետ Բարսեղյանին։ Այո, ես գիտեմ, որ այստեղ իր գիրքը չկա, ներքևն է։ Ջալոց Ավետի գիրքը շատ եմ բացում այս վերջերս։ Այս նվիրել է հենց առել է Ֆաթիմայում, ես դրանից հետո գնացել եմ էլի Պորտուգալիա, Ֆաթիմա իրանել եմ բերել։ Ով որ չգիտի Ֆաթիմայի պատմությունը, կարող ուղղակի պատմեք, կարդակ ինտերնետում կամ շատ հետաքրքիր նույնիսկ ֆիլմ կա Ֆաթիմայի մասին, կոչվում է Օյ։ Իսկ թե ինչպես է կոչվում հարգելի մեզ դիտող մարդիկ, խնդրում եմ գրեք մեկնաբանություններում, թող բոլորը իմանան։ Աղավնիները, որոնք վերևում են կրկին Սյունիքից են։ Առել ենք Շաքեի ջրվեժի մոտ։ Իմ քույրիկս ծառայում էր հենց Սյունիքում 2020 թվականին եւ դրանից հետո մենք գնացել ենք իր մոտ, ինքը տարել էր Շաքեի ջրվեժ, ես չէի առաջի անգամ էի տեսել։ Այնտեղ առել ենք։ Տպավորեց ձեզ Շաքեի ջրվեժը։ Այո, շատ ուժեղ էր։ Հայաստանում էլ կան բավականին շատ գեղեցիկ վայրեր, որոնք չեն զիջում Եվրոպային եւ ցավոք սրտի ոչ այնքան բացահայտված են։ Այո։ Այս դրա մասին չեմ կարա չպատմեմ, Վահան։ Հուսիր, ով է նվիրել սա ինձ։ Սա ձեզ նվիրել է ինչ-որ մեկը։ Չէ, դու որ ուշադիր նայես կհասկանաս։ Ես պետք է հասկանամ։ Չէ, չեմ հասկանում։ Ավետ Բարսեղյանը իր ձեռով է սարքել։ Պատկերացնու նույնիսկ մենչը պահում եմ այս դրա մասին երևի կպատմեմ։ Դա էլ Ավետի թաշկինակն է։ Չէ, իր թաշկինակը չէ, մենք նստած ենք սրճարանում, ես Ավետը եւ Կարեն Սևակի Կարենը։ Մենք խոսում ենք, ճիշտ ասած ես ու Կարենն ենք խոսում, Ավետը ինչպես միշտ ինչ-որ բան է գրում, դե գիտես, եթե ինքը գրում է, ոչ մեկը չի խանգարում, վերջում ինքը սենց գրեց, պարզվեց, որ իմ մասին էր գրում։ Ես չեմ կարդա, ռուսերեն է գրել։ Նկարել է ինքը իմիջիալոց շատ սիրուն նկարում Ավետը։ Շատ սիրուն, սա իր ամենալուրջ գործերը չի, բայց սենց պահում եմ։ Շատ հետաքրքիր էր։ Տպավորված եմ, ինքը շատ տաղանդավոր, չնայած ինքը ասում է ինձ մի ասեք տաղանդավոր, անցեք հանճարեղ, գիտես։ Իհարկե։ Ու ստեղ իր նվերներն, այստեղ բոլորի իմիջիալոց Հրաչ Մուրադյանի նվերը կա, այս է, Վատիկանից է բերել Հրաչը։ Լուսիա, կարող ենք շարժվել առաջ, հասկանանք սենյակը ինչ վիճակում է գտնվում։ Հիմա կտեսնենք իմ սենյակը, որտեղ որ կա լիքը բաներ։ Այո։ Եկեք։ Եվ այսպես, հենց այս գահին էլ բազմում է թագուհին, այո։ Բայց մահճակալ չկա, ինչպես տեսնում եք, որովհետև հետաքրքիր անկյուններ կան մտածված։ Առաստաղը չի ցածր է, այո, եւ մենք որոշել ենք ուղղակի այսպես անենք, ստեղ էլ կա շատ նվերներ, կրկին արև, երևի, այո, կրկին արև, ես էլ եմ շատ սիրում, ընկերուհիներս են նվիրել, այո, այս գլխարկը ինձ նվիրել է Արմենուհի Հարությունյանը, ճիշտ է գլխարկներ քիչ եմ հագնում, բայց սենց եմ դրել։ Սա նվիրել է DJ Arni Rock-ը, իմ շատ մոտ ընկերը։ Ողջույններ Վահեին։ Այո, Վահեն։ Սա ասել է ինքը Վրաստանում է սա տեսել, ասում է քո նման է, իրան թվացել է որ նման է ու պլյուս Լուսին կա, ես Լուսին եմ։ Ասեն սա Բամբիրի վերջի
ձայնասկավառակ, Այո։ պլաստինկա։ Այո։ Ձայնասկավառակ եւ Շարլի նա ինչ աբլոշկա է։ Շատ քիչ Ահա։ տեղերում կտեսնես, էս էլ են ինձ նվիրել։ Նույնիսկ ես չգիտեմ որ թվինա։ Լուսիա, սա թողարկվել- լուսամփոփ է անմիջապես ձեր մահճակալի կողքին դրված։ Լուսամփոփը Լամպ։ այս էլ Արնի Ռոքը նվիրել։ Լավ։ Այս բերելա Իտալիայից современное искусство։ Ժամանակակից արվեստ։ Ժամանակակից արվեստի վստահկային են գնացել եւ բերել է ինքը էս էլ Արնին նվիրել։ Ինքը շատ է նվերներ անում։ Եվ Դու լույսի երևի հետ գիտես։ կապված հատկապես։ Այո, այո։ Էս էլ է ինքը նվիրել։ Պատվիրել է Լուսի Լյուբիմովա անունով։ Լուսիա, կասեք, սա ինչ հատված է։ այս Սա սա։ ես մտածել եմ, որ սա մենք պահարան քիչ ունենք, բայց պետք է իմ սենյակում պետք է ունենանք։ Ու մտածել եմ, որ եթե ընկերներով հավաքվենք, այստեղ կարանք հավաքվենք, ասենք, արի նստի։ Ես կամ նստելու։ Արի։ Լավ, Այսինքն նստում ենք, սուրճ ենք խմում, Ահա։ այստեղ Բազմում ենք հարմար է։ գահին եւ զրուցում ենք։ Այո։ Փոխվեց հաղորդման ֆորմատը։ Մենք կշարունակենք այսպես մեր զրույցը։ Դուք ասացիք, որ ձեր սիրտը ազատ է։ այո, բայց Իսկ ով է ձեզ հետ գիշերում ամեն օր։ Չէ, ինքը չի գիշերում։ Այս նվիրել է իմ ընկերուհին։ Գիտես ով է։ Ոչ։ Ջեյկոբ Էլորդի։ Ահա։ Ինիկվա Ալեն Դելոնը։ Ինքը իմիջալուց Ալեն Դելոնը ստեղ նման է։ Ճիշտ է, ես շատ մեծ սիրահար չեմ Ջեյկոբ Էլորդին, բայց ընկերուհիս մտածել է եւ որոշել է, որ ինքը ինձ կսազի։ Նմանատիպ արտաքին ունեցող տղամարդիկ։ Եվս մեկ Չէ, անգամ խնդրում եմ, հիշեցնում եմ նմանատիպ Լուսիա ոչ։ Լյուբիմովայի սիրտը ազատ է։ Խնդրեմ։ Հետո ու հարցը մոռացել եմ։ ընկերուհին նվիրեց լիահույս լինելով, որ նա ձեզ Ինքը մտածում է, կսազի։ որ չէ, իմ մոտ պետք է լինի Ջեյկոբ Էլորդին, իմ կողքը պետք է լինի տղամարդ Ջեյկոբ Էլորդիի մասին, նման եւ այսպես այտենց ստացվեց, որ ես իմ սենյակում ունեմ իմ սեփական Ջեյկոբ Էլորդին։ Իսկ այդ սիրտը եւս իմ պլիմյաշկան է նվիրել։ Իմիջալոց մի քանի ամիս ինքը չի թսկում։ Ամառն է բերել ու սենց էլ մնացել է։ Ակվարիում, բայց կարծես թե շատ վատ, առանց շատ ձկների։ լին, չէ, մի հատ ձուկ կա։ կա, Մի հատ ու ինքը չի մահանում այդ ձուկը։ այսինքն փորձում եք ամեն բան անել, բայց չի Ճիշտ ստացվում, ոչ ասած, կերակրում այո։ եք, ոչ օդն եք Չես տալիս։ ինքը այդ ձուկը Բանգլադեշից է եկել ստեղ։ Պատկերացնում ես, ինքը 6 տարի, ինքը երևի մի 8-9 տարեկան է այդ ձուկը։ Ես չեմ հասկանում։ Ապրում են ձկները 8-9 տարեկան։ Փորձը ցույց է տալիս, որ այո։ Այո, իմ Սոնիկա այո, բայց մեղքա դե թող ապրի, բայց հենց չապրի ակվարիում ստեղ չի լինելու։ Հասկացա, չեք հետևում Ոչ։ կենթանիներին։ Չէ, ոչ թե հետև շատ եմ սիրում նրա համար իմ առաջի ձուկը որ մահացել էր, ես որ ճիշտ ասեմ, ես հողին եմ տվել այդ ձկան, որ հասկանաք ես ոնց եմ Վերաբերվում տանում, այո, կենթանիներին։ դրա համար մենք չունենք հիմա կատու, շուն, որովհետև չեմ ուզում իրանց կորցնեմ, որ ճիշտ ասեմ։ Եվս մեկ նվեր Արնի Ռոքի կողմից ձեզ Այո, ստեղ նվիրված։ մենակ Արնի Ռոքը չի, բայց էսան ինքն է նվիրել, ստեղ ստորագրություններ են անում։ Ահա։ Բոլոր նրանք, դու էլ կանես Դավիթի հետ։ Օ, մեծ պատիվ եւ շնորհակալություն։ Կգրեք ստեղ ինձ բաժելանյաներ։ Լուսիա, Սա սարքել է քույրիկս։ Իմ զույգ քույրիկս նասկիներից է սարքել շատ Գուլպաներից տարիներ է առաջ։ պատրաստված։ Այո, ես պահում եմ։ միտքը հետաքրքիր էր իհարկե։ Այո։ Անդադար ուզում եմ խոսել նաև ձեր դասավանդման մասին, որովհետև հավանաբար դուք աշխատում եք եկող սերնդի հետ։ Ոչ միայն մեր կուրսերում կան նաև շատ հասուն, 40, 50 տարեկան մարդիկ, նաև կան 20, 21, 22, բայց տարբեր հասակի մարդիկ են։ Հատկապես եկող սերնդին անդրադառնանք, ինչ է նրանց ուզածը, ինչ են ցանկանում նրանք եւ արդյոք գալիս են սովորելու ոչ թե նորաձև Երևալու համար, որ իրենք ինչ որ կուրսերի են գնում, այլ իրոք իրենց պետք է եւ հստակ նպատակադրված գալիս են սովորելու։ Իմ դուրը շատ է գալիս, որ իրենք գալիս են, որպեսզի շատ բան իմանան։ Ես շատ զարմացած եմ, ասեմ ձեզ, որովհետեւ մեր կուրսերում նույնիսկ կան յութուբերներ, որոնք արդեն ունեն օրինակ 500,000 հետևորդներ, բայց իրենք հասկանում են, որ ինչ որ մի բան պակաս է, միգուցե իրենք կարան այսպես զարգանան նոր բաներ իմանալով եւ
Ես չի ասես նոր ջահել սրունդը մի կողմից իհարկե մենք ու իրենք շատ տարբեր են, բայց այդ մի առումով ես շատ գոհ եմ, որովհետև մեր մոտ գալիս են վստահ այն մարդիկ, ովքեր ուզում են ճիշտ, ոչ թե ճիշտ խոսել, դա տարբերություն կա, դու գիտես, վստահ, ավելի վստահ խոսել։ Ու ինձ թվում է մեր ազգի խնդիրն է դա։ Իմ նպատակը, եթե լինեմ շատ ազնիվ, ես կասեմ, իմ նպատակը ինչի եմ ես մասնակցում դասավանդում, ես ուզում եմ մեր հայ ժողովուրդը դառնա ավելի վստահ։ Ու ես գիտեմ 100%, որ խոսքը կարևոր է, վստահ զգալու համար։ Ես օրինակ հիմա շատ վստահ չեմ, որովհետև ես հայերեն վատ եմ տիրապետում, բայց խոսում եմ վստահ։ Ու դրա մասին համ գիտելիքապետք, համ փորձապետք ես մի քիչ սովորացնում եմ։ Եվ թերևս վերջին հարցը. ինչ է պետք լավ հաղորդավար լինելու համար։ Այն մարդիկ, ովքեր ցանկանում են դառնալ հաղորդավար, բայց դեռևս կասկածներ ունեն։ Խնդրեմ, ձեր խորհուրդները տվեք նրանց։ Պետք է լինել աշխատասեր առաջի հերթին, պետք է անընդհատ եւ անդադար նոր բաներ իմանալ, պետք է լինել smiley, խիզախ, պետք է լինել շատ խիզախ, ոչ վախենալ, բայց հաղթահարել այդ վախը եւ անընդհատ պետք է գնալ առաջ, ընկնել, վեր կենալ, հետո առաջ, անընդհատ անընդհատ սխալվել, լուծել այդ սխալը եւ գնալ առաջ, լսել շատ մարդկանց, ում դուք մտածում եք օրինակ, որ այդ մարդիկ լավ հաղորդավար են, շատ նայեք այդ մարդկանց, շատ լսեք, սովորեք իրենցից եւ զարգանալ։ Ուղղակի ինձ թվում է պետք է ամեն օր զարգանալ, որպեսզի մարդը լինի լավ հաղորդավար ու երևի կասեմ պետք է լինել մի քիչ էլ բարի։ Որովհետեւ դուք գիտեք, շատ հաղորդավարներ կան, որոնք շատ լավն են, բայց ոչ այդքան բարի եւ դա զգացվում է։ Իրենք միգուցե որակապես որպես հաղորդավար հաճելի են, բայց որ շատ խորն ես մտածում, այդքան էլ չէ։ Լուսիա, միաժամանակ եւ իջնենք ներքև եւ կամաց հաղորդումը մոտենում է իր ավարտին, փորձենք եզրափակել մեր զրույցը։ Ասացիք, որ պետք է նայել այն հաղորդավարներին, ովքեր իրենց դուր են գալիս, նրանցից սովորել, վերցնել այն ամենը, ինչը հնարավոր է վերցնել։ Կասեք, ով է եղել ձեզ համար այն հաղորդավարը, ումից դուք սովորել եք եւ անդադար լսել եք նրան։ Մի քանի հոգի են, մինչեւ հիմա էլ սովորում եմ։ Իվան Ուրգանտ, Լարի Կինգ, որի գիրքը ունեմ, իմ ամենասիրած գրքերից մեկն է, բուժ ժուրնալիստը, եւ Օլգա Շելեստ, շատերն են, շատ, եթե դուք ուզում եք անպայման ես հայ ցանկալի է, իհարկե ցանկալի կլինի, որ Վրաչ Մուրադյան շատ լավ հաղորդավար է, Ավետը Բարսեղյան, Նազենի Հովանեսյան, Ժակը շատ լավ հաղորդավարներ ունենք ու ես իրենցից շատ բաները կան, որ совորում եմ։ Շատ շնորհակալություն Լյուսիա հետաքրքիր զրույցի եւ բացահայտումների համար, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն դրան դիմաց։ До новых встреч։ Մինչ նոր հանդիպում։ Մինչ նոր հանդիպում։ Մինչ նոր հանդիպում։ Հրաշալի։ Լյուսիա, եւս մեկ անգամ սիրով շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաեւ սիրով շնորհավորում եմ մեզ հետևող բոլոր գեղեցիկ սերի ներկայացուցիչներին, իսկ ձեզ մաղթում եմ մասնագիտական վերելքներ եւ լինեք այնտեղ, որտեղ ինքներդ եք ցանկանում։ Ձեզ նույնպես ամենալավ բաներ եմ ցանկանում։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն։ Ցտեսություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ,
համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными.